մարդկային բարձրագույն արժեքներով օժտված մարդ էր։ Բարձրագույն արժեքներով այդ տարիքում այսքան կայացած, այսքան խելացի, այսքան աշխատող ինքը այդ լավ բաները, շատ լավ բաներն արել է, ոչ թե այս 3-4 տարվա ընթացքում, որ պետք է համայնքապետ դառնար, այլ դրանից տասնյակ տարիներ առաջ միշտ ցանկացած հարցով ինքը մարդու լավագույն տեսակն էր։ Ասիկ աշխատել այսքան համայնքապետարանում որտեղ եք աշխատել։ Ես իր ավականու անդամներից եմ։ Ես իրան քաղաքականությունից հեռու մարդ եմ, բայց հանուն իր այդ սկզբունքների, իր լավ մարդ տեսակի ես համաձայնվեցի իրան ավականի դառնալու։ Իր լավագույն մարդկային որակների համար եւ վերջ։ Այսօր հիշում են բոլորը, որ հենց այստեղ, որտեղ այս բան հոգեհանգիստն է, երթման արարողություններ։ Մի հիշացրեք։ Մենք քայլելով մերձավանից ոտքով, փոքր երեխեքով իմ ծոռնիկի հետ հասել ենք մինչև այստեղ։ Մենք իրան չափազանց շատ եւ այսքան ժողովրդին, եթե մեկը մի վատ բան ասի, զարմանակ երևի։ Պետք է։ Իր հետ ես իր ուսուցչուհին եմ 4 դասանց մինչև 10-րդ դասան դաս եմ տվել, ես այդ տղայից ոչ մի վատ բան չեմ տեսել, բացի լավ բանից, բոլորը գովեստի խոսքեր են ասում, բոլորը, ես դպրոցում լավագույն աշակերտներից մեկն էր, ծիծաղկոտ, կատակասեր, ընտիր, մարդկային բարձր արժեքներով օժտված մարդ էր, ինչը չի ասի, ես չեմ ուզում ասեմ, տղա ջան, իսկականից որպես համայնքը կորցրեց մի հատ լավագույն գյուղապետի, համայնքապետի։ Տատիս մի հատ խոսք ուներ, ասում էր, սուք ու շիվան լցվի, անողի տունը իսկականից թող լցվի։ Ես չեմ անեցք, չգիտեմ անել, բայց եթե ասում եմ, ինչ էր արել, 4 երեխու վիզից ծուր թողեցիք դուք։ Այդ անողը ոնց է քնում, ոնց է ապրելու, ես զարմանում եմ, զարմանում։ Մելը մի հատ իր մորը տեսել եք, հորը տեսել եք, ինչ վիճակի մեջ են երեխեքը, կինը, երիտասարդ։ Դի մոռանալու բան չի։ Ֆրանսը մի հատ բացասական կողմ ուներ, ասենք, խմող էր, կամ մի վատ բաներ անում, կամ թշնամիներ ուներ, չէ։ Ահավոր, տղա ջան, դուշմանիս տունը սենց բան չեմ ուզում, ոյ Աստված ջան,